Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս։ Զինվորի երդումը ավագ դպրոցի աշակերտը 1 տարի անց կրկին կարտասանի արդեն զորամասում իրեն ու բոլորին խոստանալով տեր լինել սերունդների շահած ու պահած հայրենիքին։ Հայկական բանակը 20 տարեկան է ճիշտ զինվորի տարիքին։ Թիվ 17 ավագ դպրոցում հայրենասիրության բաց դաս է։ Աշակերտները մեկ անգամ եւս փաստում են, որ ունեն կայուն ու կայացած բանակ։ Հիշում են բախտորոշ դարձած էջեր անկախությունը նվաճելու ճանապարհին, կամավորական ջոկատների կազմավորումից մինչ այսօր։ Անկախության սերունդն այսօր գիտի, որ Հայաստանը նախ եւ առաջ հայոց բանակն է, հայ զինվորը, իսկ մեր ազգային բանակը մեր զորուժի եւ այն ծնող իրավունքի գլխավոր արտահայտիչն է, պետական անվտանգության հիմնական երաշխավորը։ Այսօրվա աշակերտը պետության արչեւ քաղաքացիական պարտավորվածություն ունի։ Ես մյուս տարի եմ գնալու բանակ ու բանակում ծառայելը յուրաքանչյուրի համար պետք է հպարտություն լինի, որովհետև ծառայում ես քո հայրենիքին, պաշտպանելու համար քո ամբողջ Հայաստանի ազգը։ Բանակի կազմավորման, կայացման ու զարգացման գործում անգնահատելի է Հայաստանի բոլոր տարածաշրջանների դերը։ Թանկ էր յուրաքանչյուր հայ տղայի արյունը։ Թիվ 17 դպրոցն էլ հպարտ է իր հերոս տղերքով, որ զորակոչվել են պետության համար ամենավճռական պահին։ Նրանց մի մասն այսօր չկա։ 13 հերոսներ անմահացան, որ մեր երկինքը միշտ խաղաղ լինի։ Աշակերտներն անուն առ անուն հիշում են նրանց, խոնարհվում։ Գիտեմ, որ նրանք զոհվել են հանուն մեր հայրենիքի։ Ես ուզում եմ շարունակեմ նրանց կիսատ թողած գործը։ Որտեղ եթե ոչ դպրոցում են դրվում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնաքարերը, այստեղ է, որ ապագա զինվորը իմանում է ինչ է բանակը, որն է լինելու իր ներդրումը բանակի զարգացման գործում։ Այստեղ է ունենում առաջին լուրջ ծանոթությունը զենքի հետ։ Ռազմագիտության դասերն անցնում են այս եւ զինվորական գործի համար կարևոր տեսական ու գործնական հմտությունների յուրացմամբ։ Արդյունքում հարված ուղիղ նշանակետին։ Զենքի արագ հավաքելու եւ հրաձգության մրցույթում հաղթած աշակերտները պարգեւատրվեցին դպրոցի պատվոգրերով։ Շնորհակալագրեր ստացան միջոցառման հյուրեր երկրապահ կամավորականների միության ազատամարտիկները։ Ի պատասխան ԵԿՄ շնորհակալագրեր տրվեցին նաեւ դպրոցի տնօրենին եւ միջոցառման կազմակերպիչներին։ Մենք գործ ունենք արդեն ավագ դպրոցի ավագ դպրոցի երեխաների հետ, որովհետեւ անմիջապես մեր աշակերտները ավարտելուց հետո մեկնում են բանակ ծառայության, դրա համար հատկապես 12-րդ դասարաններում ավելի ամուր է դրված այդ դաստիարակության հարցը։ Մեր ռազմագիտության ուսուցիչը, մեր կազմափոխտնօրենը, մեր դասղեկները կարողանում են նրանց այնպես դաստիարակել, որպեսզի մեր հայոց բանակի համար լինեն ավելի արժանի զինվորներ։ Ամեն տարի Վանաձորի թիվ 17 դպրոցի շրջանավարտ մի քանի տասնյակ զինվորներով է համալրվում հայկական բանակը։ Այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, տնօրենն ասում է՝ ունենք ուժեղ դպրոց, ունենք կայուն բանակ։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեր։